Բարև Օլիմպոս, ձեզ այս անգամ ողջունում ենք Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, որտեղ քիչ առաջ ավարտվել է Հայաստանի եւ Մոլդովայի ընկերական հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հունիսին փաստորեն հասմիկ անցկացրեց երկու ընկերական հանդիպում Ղազախստանի հետ էր նախ եւ հետո, ինչպես նշեցիր, Մոլդովայի եւ երկու խաղում էլ գրանցվեցին նույն հաշիվները, 1-1 հաշիվները։ Խաղային առումով կարծում եմ հավաքականը բավական վերգտել է իրեն, կարելի ասել շատ բաներ այսօր ստացվում, բացի իհարկե վերջին հարվածները կատարելուց այդ սիրությունը, ստեղծագործականություն առողջևի գծում չկար։ Մենք ամեն դեպքում դեռ չունենք այն հարձակվողը, ով կարող է լուրջ հարցեր լուծել։ Եվ արի մի քիչ թվային տվյալներ նշենք, մանավանդ որ ունենք շատ լավ այս անգամ վիճակագրություն, ասենք որ գնդակի մեր հավաքականը տիրել է 67%-ով, նման մեծ առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ, կատարել է դարպասին 21 հարված, ցավոք միայն մեկն է գոլային եղել, Արթուր Սերոբյանն է գրավել Մոլդովայի դարպասը։ Անկյունայինների թիվն էր բավական, շատ 15 անկյունային ենք ունեցել, 589 փոխանցում է եղել, էլի կարծում եմ վատ ցուցանիշ չէ եւ խաղի ընթացքում էլ զգացում էր թե թիմը որքան է կարճ փոխանցումներով գործում։ Էլի նշենք, որ ամեն դեպքում դա չէր բերում ամենակարևորը հետևանքի, ինչի մասին նաեւ նշեց Մելիքյանը, կարող եք դու նրա խոսքերը մեջ գրել։ Մելիքյանին հաջողվել է բեկում մտցնել այս հավաքականում եւ որոշակի հաջողություններ գրանցել, բայց ամեն դեպքում մենք եւ առհասարակ աշխարհը ֆուտբոլ նայելով խոսում է հաշվից, ինչպես ավարտվեց հաշիվը, իսկ հաշիվը փաստորեն ոչ ոքի է 1-1։ Նախ նշեց, որ մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում եւ հարձակվողներ վնասվածքներ ունենալու պատճառով բացակայում էին այս խաղերին։ Բացի այդ, մի այսպիսի միտք արտահայտեց, որ մենք պետք է ման գանք այնպիսի մի ֆուտբոլիստի, որը ի վերջո կգա եւ կեզրափակի գոլերը։ Թվում եմ, որ պետք է ման գանք եւ չունենք ֆուտբոլիստների այն մեծ թիվը, որոնք իրենց կգան հավաքական եւ ոչ թե այսպես մարզիչները կգնեն եւ կփնտրեն ֆուտբոլիստի, հուսանք լույսերը անջատվում են արդեն։ Բայց մենք միևնույն է չենք գնում ստադիոնից եւ որպես նաեւ հակիրճ նշենք մարզչի այն խոսքերը, որ ինքը ավելի շատ առավելություններ է նկատել, բայց ամեն դեպքում որակը պակ ասում է այս նոտայի վրա էլ ավարտում ենք, թե միայն գուցե մեր ձայն եք լսում, բայց գոհ այսօր մեր ստադիոնի աշխատակիցները որոշել են ավելի շուտ ավարտել աշխատանքը, կհանդիպենք Բարև Օլիմպոսում հաղթանակ մեր հավաքականին ազգերի լիգայում։